Գնումների աջակցման կենտրոնը չի կատարում իր գործառույթները։ Մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքում այսօր հայտարարեց Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի երևանյան գրասենյակը։ Մենք մոնիտորինգ ենք արել եւ նկատել ենք, որ ընդհանրապես գնումների աջակցման կենտրոնը ոչ մի վերլուծություն ներկայապահին չի իրականացնում, այսինքն իր գործառույթներից մեկի մասով արդեն իսկ խնդիր ունի։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ գնումների աջակցման կենտրոնը չի հստակեցրել իր նպատակները։ Չնայած նման պարտավորություն է ստանձնել 2011 թվականի դեկտեմբերին միանալով առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին համաձայնագրին, որը շատ լուրջ հնարավորություններ է ստեղծում մեր մասնավոր հատվածի ընկերությունների համար նաև մասնակցել այլ երկրներում իրականացվող պետական գնումների շուկային։ Այդ առումով գնումների աջակցման կենտրոնը չի վերաթիրախավորել իր նպատակները եւ չի փորձում օժանդակի մեր մասնավոր հատվածին, որպեսզի նրանք այդ շուկաներում կարողանան կենսունակ դիրքեր գրավել։ Արտակ Մանուկյանը խոսեց նաև մեկ անձից կատարվող գնումները նվազեցնելուն ուղղված կառավարության որոշման մասին։ Թվում է, թե կառավարությունը բավականաչափ լուրջ է մոտենում այս մեկ անձ երևույթին, որտեղ դուք եթե նայեք, ստեղծվել է էլեկտրոնային կառավարության կայքը, որում հատուկ խորագիր է հատկացված մեկ անձի գնումներին։ Եվ ամեն ինչ կարծես թե լավ էր, սակայն 2011 թվականի օգոստոսից հետո այս կայքը ընդհանրապես չի թարմացվում։ Փառանձեն Վարդանյան, IPV